Բարև բոլորին, սա մեր մեկնարկային ընթացքն է տիեզերքի վրա։ Փորձենք ամենաբար տիեզերական գաղափարները վերածել պարզ եւ հուսանք շատ հուզիչ բանի։ Եկեք գնանք մի ճանապարհորդության, որը ձեզ անպայման կստիպի աշխարհին նայել, բայց մի փոքր այլ կերպ։ Այսպիսով, որտեղից սկսել։ Երևի ամենապարզ եւ միաժամանակ ամենադժվար հարցից։ Ինչպես է այս հսկա մետաղական կոլոսը պոկվում երկրից եւ թռչում դեպի աստղեր։ Սա կլինի մեր ելակետը։ Եկեք պարզենք այն։ Դե, մեր առաջին բաժինն այն մասին է, թե ինչպես է հրթիռը հիմնականում սովորում թռչել։ Սա պատմություն է հսկա անտեսանելի ուժի դեմ պայքարի մասին, այն մասին, թե ինչպես մարդկությունը գտավ իր բնօրրանը լքելու միջոցը։ Ձգողականությունը այս անտեսանելի ուժն է, որը մեզ պահում է երկրի վրա։ Իսկ նրա, ասենք, համար գրկից փախչելու համար անհավանական հզորության մեքենաներ են պետք։ Ահա թե ինչի համար են ստեղծվել հրթիռները, իսկական ինժեներական հրաշք։ Իրականում այս ամենը հիմնված է ծիծաղելի պարզ սկզբունքի վրա։ Դա նույնն է, ինչ անփույթ գնդակի դեպքում։ Եթե դուք նրան բաց թողնեք, նա կվազի սենյակով մեկ, մինչև ամբողջ օդը չվերանա։ Հրթիռն ըստ էության նույն բանն է, միայն մասշտաբները լավ գիտեք, բոլորովին տարբեր են։ Եվ հենց այստեղ է կայանում հիմնական դժվարությունը։ Երկրի վրա սովորական շարժիչը պարզապես թթվածին է վերցնում։ Բայց տիեզերքում վակուում կա։ Այնտեղ օդ չկա։ Հետևաբար հրթիռը պետք է կրի այն ամենը, ինչ անհրաժեշտ է եւ առելիք եւ հսկայական տանկեր օքսիդիչով։ Մոտավորապես ասես մարդն իր հետ անընդհատ օդկատանք պետք է տանի շնչելու համար։ Եվ այս արտահայտությունը պարզապես գեղեցիկ փոխաբերություն չէ, այն բառացիորեն ֆիզիկական օրենք է հրթիռների համար։ Դատարկ տանկերը գցելով եւ ծախսված փուլերը հրթիռն ազատվում է մեռած քաշից։ Ավելի թեթև է դառնում, ավելի բարձր եւ ավելի հեռու թռչելը։ Այսպիսով մենք փախանք երկրից։ Ինչ կա այնտեղ։ Եվ կա մի աշխարհ, որտեղ իրերը կշիռ չունեն։ Երկրորդ բաժնում մենք կսուզվենք այս տարօրինակ, զարմանալի եւ երբեմն նույնիսկ վտանգավոր իրականության մեջ, կյանքը ուղեցրում։ Ահա մի փաստ, որը պարզապես ցնցում է ձեր միտքը։ SS-ն ավելի մոտ է մեզ, քան շատ քաղաքներ միմյանց։ Այսպիսով ինչու է ամեն ինչ թռչում այն։ Թվում է, թե սա ինչ-որ պարադոքս է, որը խախտում է այն ամենը, ինչ մենք գիտենք գրավիտացիայի մասին, բայց ոչ։ Իսկ պատասխանն ուղղակի անհավանական է։ Անկշռությունը ձգողականության բացակայություն չէ, դա հավերժական ազատ անկման վիճակ է։ Պատկերացրեք, ISS-ը եւ նրա վրա գտնվող բոլոր մարդիկ անընդհատ ընկնում են դեպի երկիր, բայց միևնույն ժամանակ նրանք կողք են շտապում այնպիսի հսկայական արագությամբ, որ անընդհատ կարոտում են մոլորակը։ Այս հավերժական անկումը անկշռություն է։ Իսկ կյանքն այնտեղ, իհարկե, լի է անակնկալներով, ջուրը վերածվում է լողացող գնդակների, մոմի բոցը, կրակի կատարյալ գնդիկի, տիեզերագնացները նույնիսկ մի փոքր մեծանում են։ Բայց կա եւս մեկ կողմ։ Ցանկացած հացի փշուր սպառնալիք է, քանի որ այն կարող է ներշնչել, բայց արցունքները չեն հոսում, այլ ուղղակի հավաքվում են աչքերիդ մեջ։ Եվ իհարկե շատերին հուզող հարցն այն է, թե ինչպիսին են կենցաղային հարմարությունները։ Դա պարզ է, ոչ մի կախարդանք մաքուր ֆիզիկա։ Քանի որ չկա ձգողականություն, օգտագործվում է օդային հոսք, որն աշխատում է փոշեկուլի նման եւ ուղղում է ամեն ինչ, որտեղ անհրաժեշտ է։ Տիեզերքում յուրաքանչյուր գրամը կարևոր է։ Ցանկացած բեռուղեծիր հասնելը խելահեղ թանկ է, ուստի այնտեղ ոչինչ չի կորչում, բացարձակապես ոչինչ։ Տիեզերագնացները խմում են ջուր, որը ստանում են չարտաշնչած օդը, սեփական քրտինքը եւ այո, նույնիսկ մեզը մշակելուց հետո։ Տարօրինակ է հնչում, բայց դա տնտեսության եւ արդյունավետության գագաթնակետն է։ Լավ, մենք մի փոքր դասավորեցինք կյանքը ուղեցրում։ Հիմա եկեք ավելի լայն նայենք։ Շատ ավելի լայն։ Այս բաժնում մենք կփորձենք գրել մեր ամբողջական տիեզերական հասցեն, որպեսզի հասկանանք, թե իրականում որտեղ է գտնվում մեր տունը։ Այսպիսով, մեր հասցեի առաջին տողը ամենապարզն ու հասկանալին է։ Երկիր մոլորակ մեր տուն ելակետ։ Այժմ մենք հեռացնում ենք տեսախցիկը։ Եվ հիմա մեր տունն այլևս միայնակ չէ, այլ մոլորակների մեծ ընտանիքի մի մասն է, որը պտտվում է մեկ աստղի արևի մեր արեգակնային համակարգի շուրջ։ Նույնիսկ ավելի հեռու։ Եվ հիմա ամբողջ արեգակնային համակարգը ընդամենը մի փոքրիկ կետ է Ծիր-Կաթին գալակտիկայի հսկա աստղային քաղաքում։ Ավելին մենք ապրում ենք ոչ թե աղմկոտ կենտրոնում, այլ հանգիստ ծայրամասերում, Օրիոն արմում, տիեզերքի այսպիսի հարմարավետ քնած դրախտում։ Բայց մեր աստղային քաղաքը մենակ չէ, մեր կողքին կան հարևաններ։ Ամենամեծն ու ամենամոտը Անդրոմեդա գալակտիկան է։ Իդեպ մի քանի միլիարդ տարի հետո մեր գալակտիկաները կբախվեն ու կմիավորվեն մեկի մեջ տիեզերական մեծ բարի մեջ։
Եվ ահա մեր ամբողջական տիեզերական հասցեն մոլորակից միջև գալակտիկաների գերկլաստեր։ Այս մշտաբի գիտակցումը պարզապես զարմանալի է։ Մենք ավազի մի փոքրիկ հատիկ ենք տիեզերքի հսկայական օվկիանոսում, բայց սա մեր ավազահատիկն է, մեր տունը։ Բայց տիեզերքը միայն գեղեցկության ու մասշտաբի մասին չէ, այն նաև վտանգների մասին է։ Այդուհանդերձ մենք տեսանք ընկնող աստղեր, որոնք շատ ռոմանտիկ էին, բայց իրականում դրանք պարզապես ավազի երկնաքարի հատիկներ էին, որոնք այրվում էին մթնոլորտում, բայց երբեմն մեզ մոտ ավելի մեծ հյուրեր են գալիս աստերոիդներ, որոնք կարող են բերել ոչ միայն վառ շոու, այլև հսկայական ավերածություններ։ Հիմա դիմացեք։ Մենք գնում ենք տիեզերքի ամենատարօրինակ ծայրահեղ անկյունները։ Այնտեղ, որտեղ ֆիզիկայի օրենքները հաստված են սահմանագծին։ Եկեք հանդիպենք իրական տիեզերական հրեշներին։ Միլիարդ տոննա։ Պարզապես մտածեք այս թվի մասին։ 1 միլիարդ տոննա։ Այն, ինչ ամբողջ տիեզերքում կարող է այդքան կշռել փոքրիկ լուսին։ Հիմա ուշադրություն։ Սա թեյի գդալի քաշն է։ Այո, մեկ թեյի գդալ նյութ նեյտրոնային աստղից։ Սրանք պայթող հսկա աստղերի մեռած, բայց աներևակայելի խիտ մնացորդներն են։ Այնտեղ ձգողականությունը սեղմեց նյութը միանգամայն աներևակայելի վիճակի։ Աստղերի մահից միջև կյանքի ծնունդ։ Որտեղից այս ամենը։ Գիտնականներն ունեն, ասենք, երկու հիմնական վարկած։ Տարբերակ երկյանքն առաջացել է այստեղ, երկրի վրա, օվկիանոսի հատակին տակ աղբյուրների սկզբնական ապուրում։ Տարբերակ տռույ, կյանքի աղյուսները եւ գուցե հենց կյանքը մեզ մոտ բերվել են տիեզերքից գիսաստղերի վրա իրական տիեզերական դետեկտիվ պատմություն։ Եվ սա մեզ բերում է վերջնական հարցին։ Մենք փնտրում ենք մեր կյանքին նման կյանք, որը պատրաստված է մեր բաղադրատոմսով։ Իսկ եթե ինչ որտեղ այնտեղ բոլորովին այլ ճանապարհ անցներ, զարգացած այնպիսի ձևերով, որոնք մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Կկարողանանք նույնիսկ հասկանալ, որ նա է, ճանաչել նրան, երբ հանդիպենք նրան։ Իսկ այս հարցին դեռ պատասխան չկա։